Պահքի շրջանում շաուրմա, իհարկե հնարավոր է, եկեք ասեմ ինչպես։ Թավայի մեջ լցնում ենք ձեթ, ապա նախապես լվացված շամպինյոնները կտրատում ենք ցանկացած մեծությամբ և ձևով։ Լցնում ենք ձեթի մեջ և տապակում։ Ընթացքում համեմում ենք աղով, թողնում ենք ջուրը գոլորշիանա և սունկը ձեռք բերի ոսկեգույն երանգ։ Դնում ենք մի կողմ, այնուհետև բուլղարական պղպեղը լվանում մաքրում ենք և կտրատում, կարող եք վերցնել ցանկացած երանգ ունեցող պղպեղ։ Լոլիկի կորիզային հատվածը հեռացնում ենք, որպեսզի շատ ջրիկ զանգված չստանանք և կտրատում ենք ձողիկների տեսքով։ Կտրատում ենք սոխը, կիսալուսնաձև։ Կարող եք նաև մարինացնել այն։ Համեմը մանր կտրատում ենք, ապա շերտատում կաղամբը, որից հետո վերցնում ենք լավաշ և այս ամենը հավաքում լավաշի մեջ։ Լավաշի վրա նախապես սկսում ենք տոմատի մածուկ, ապա դասավորում նախապատրաստած բաղադրիչները։ Այստեղ կարող եք ավելացնել նաև կարտոֆիլ ֆրի, որը այսօր ես չեմ ավելացնի։ Լավաշի կողքերը ծալում ենք և փաթաթում ռուլետի նման, տեղափոխում ենք տաքացրած չոր թավայի մեջ։ Տապակում ենք երկու կողմից և վայելում, բարի ախորժակ։